Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք կարևոր նախաձեռնության մասին եւ այսպես ներքին գործերի նախարարությունը շարունակում է ջանասիրաբար աշխատել, բազմաթիվ բարեփոխումներ անել, գործարկել հին ու նոր ծրագրեր։ Պարեկային ծառայության համալրման ծրագիրը կրկին մեկնարկել է։ Ովքեր կարող են դառնալ պարեկ։ Այս եւ ոչ միայն այս հարցին կպատասխանեն մեր հյուրերը։ Իսկ մեր հյուրերն են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ազատ Հակոբյանը եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջին պարեկային գումարտակ առաջին վաշտի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Մարիամ Պողոսյան։ Բարի օրը վերջանում։ Ոնց եք։ Շատ լավ։ Ինչպես են սկսում ծառայությունը պարեկներ ընդհանրապես, հա, ինչ տրամադրությամբ։ Տրամադրությունը շատ լավ, շատ բարձր։ Ունենում ենք առավոտյան հրահանգավորում, որից հետո դուրս են գալիս արդեն Երևան քաղաքում, մենք Երևան քաղաքի պարեկային ծառայության գնդից ենք։ Ունենում ենք առավոտյան հրահանգավորում, որից հետո դուրս են գալի Երևան քաղաքում, արդեն շարունակում ենք մեր ծառայությունը։ Եվ առավոտը վաղ եք սկսում, ճիշտ է։ Այո, շատ վաղ ենք սկսում, արդեն։ Եվ քաղաքը դեռ քնած է։ Բոլորը քնած են, իսկ մենք արդեն սկսում ենք մեր ծառայությունը։ Շատ լավ, եկեք ծրագրի մասին խոսենք, քանի որ այն արդեն բաց է, հասանելի է եւ մարդիկ, ովքեր ցանկանում են համալրել պարեկային ծառայողի շարքերը, կարող են դիմել։ Ինչպես դիմել, ինչ ընթացակարգ կա եւ ինչ է պետք պարեկ դառնալու համար։ Ուրեմն կարող եմ ասել, որ կարևոր շեշտադրում կցանկանայի անել, կարևոր փոփոխություն, որ այլևս դուրս է եկել տարիքային սահմանափակումը, որը գործում էր նախկին կանոններով եւ այժմ արդեն չափահաս ցանկացած քաղաքացի, որը կցանկանա համալրել պարեկային ոստիկանության շարքերը, կարող է դիմել մինչև դեկտեմբերի 12-ը դեռ ընդունելության հայտերն ընդունվում են։ Կարող եմ ասել, որ եւ աղջիկները եւ տղաները պետք է անցած լինեն պարտադիր զինվորական ծառայություն կամ օրենքով սահմանված կարգով ազատված լինեն ծառայությունից եւ ցանկացած աղջիկ, որ կարծում է, որ ինքը կարող է եւ ցանկանում է համալրել մեր շարքերը։ Ֆիզիկապես պատրաստ կլինի ոստիկանության մասնագիտության գործառույթը շարունակելու։ Իսկ ինչին ամենաշատը պիտի ուշադրություն դարձնի դիմորդը, որ ուզում է դիմել։ Ինձ թվում է իր ցանկությանը։ Ինչքանով է ինքը տրամադրված, ինչքանով է ինքը ուզում եւ պատրաստ համալրելու մեր շարքերը։ Այո, խոսենք այդ պատրաստը, հա, մենք պարեկային ծառայության անցնելու համար եւ ընդհանրապես այդ մեծ պատասխանատվությունը քեզ վրա վերցնելու համար դու որպես մարդ, որպես քաղաքացի, ինչին պիտի պատրաստ լինես։ Առավոտյան շուտ արթնանալուն, երկար ժամանակ անցկացնելու ծառայության մեջ, քիչ ժամանակ տրամադրել այո ընտանիքին, ինչեր է ունենում պարեկի ծառայողը, հա, պարեկային ծառայողը։ Ես կասեմ, ավելի շատ ես կարծում եմ պետք է սերը հայրենիքի հանդեպ ավելի շատ լինի, քանի որ մենք բոլորս մեր ընտանիքները ավելի առաջնային ենք դա ասում, բայց այս դեպքում ընտանիքը չասեմ ասում է երկրորդային պլան, բայց ընտանիքի հետ ավելի քիչ է ժամանակ անցկացնում, քան լինում ես ծառայության մեջ, ժամանակը, որը անգին է նվիրում ես հայրենիքին, պետությանը։ Այսինքն այն գործունեությունը, որ դու ծավալում ես արդեն ընտանիքից դուրս, էլի ընտանիքի բարենպաստ կարգու կանոնը քաղաքի հետ ամեն ինչ ապահովելու համար է։ Այսինքն էլի գնում ենք դեպի ընտանիք։ Իսկ ինչ հմտություններ եք ձեռք բերել ծառայության ընթացքում, որը ձեզ օգնում է եւ ծառայության ընթացքում եւ կյանքում։ Ես պատասխանեմ։ Իրականում կարող եմ ասել ինձ համար անձամբ դրական կողմ որպես պարեկային ծառայության կարող եմ ասել այն, որ ես իրականում ինձ համարում եմ ինտրովերտ մարդ, բայց պարեկային ծառայության ընթացքում իմ կոմունիկացիոն հմտությունները շատ են զարգացել, քանի որ պարտավոր է շփվել ցանկացած քաղաքացու հետ եւ այդ շփումների ընթացքում դրսեւորել նաեւ քեզ որպես ինքնավստահ ոստիկան, որտեղ ինքնավստահությունը իմ կարծիքով ոստիկանի կերպարին համահունչ բնավորության գիծ պետքա դառնա, նրա անքակտելի վարքագծի այդ անքակտելի մասը դառնա եւ ավելի ինքնավստահ եմ դառել եւ արդեն ավելի ազատ եմ շփվում մարդկանց հետ, ինչը փոխանցում է նաեւ իմ առօրյա կյանք։ Իսկ այդ ինքնավստահությունը, որ ես փորձում եմ դրսեւորել ծառայության մեջ,
նաև փոխանցում եմ իմ քաղաքացիական կյանքը, ինչը ինձ համար շատ մեծ առավելություն է արդեն իմ անձնական կյանքում դառնում։ Իսկ ինչի որոշեցիք դառնալ բարեկային ծառայող ոստիկան։ Եթե օրինակ 10 տարի առաջ ինձ ասային, որ ես կրել եմ ոստիկանի սպայի ուսադիր, ես չէի հավատա ճիշտն ասած, բայց իմ պարագայում կարող եմ ասել, որ որոշումս երկար քննարկումների արդյունքում չի եղել, բավականին սպոնտան եմ որոշումս կայացրել։ Իմ ընկերուհին է ինձ խորհուրդ տվել, ով եւս հանդիսանում է ոստիկանության ծառայող, սակայն այլ ստորաբաժանման ոստիկան է։ Ինքն է ինձ ասել, որ բարեկային ոստիկանություն է գործարկվում։ Միասին քննարկել ենք, որոշել եւ դրանից հետո հայտնել եմ ծնողներիս։ Եվ ինչպեսին է արձագանքը։ Իրականում կարող եմ ասել, որ անսպասելի էր, բայց ծնողներս վստահել են իմ որոշմանը, տեսել են իմ տրամադրվածությունը, այն որ ես գիտեմ ինչ եմ ընտրել եւ պարտավոր եմ իմ որոշմանը տեր կանգնել, այսպես։ Շատ լավ, իսկ հայ վարորդները ինչ խախտումներ են ամենաշատը սիրում անել։ Ինչն է, որ այսպես ամեն քայլափոխի ձեզ հանդիպում է եւ նյարդայնացնում է։ Չէ, չեմ ասի իրանք սիրում են, ինձ թվում է խախտումները պատահական են ստացվում բոլորի մոտ էլ։ Մեր հայերը մեղմ ասեցիք, բայց Բարի։ միամիտ անցակ Արմինուսին։ Բայց ամենայն դեպս ոչ մեկ բոլորի դա է։ միտումնավոր կերպով խախտումներ չի անում, մենք էլ ենք անցալում ենք ինչ որ դեպքեր կա, եթե հնարավորություն ընձեռվում է օգնում ենք, աջակցում ենք, հիմնականում ծայրահեղությունից ելնելով ինչ-որ հիվանդանոցային հարցերում, շտապելիս, հա, մենք նույնպես աջակցում ենք, օգնում ենք։ Բայց ամենահաճախ հանդիպող խախտումը այդ ինչն է, քարտիչ չմիացնելը։ Ավրագոտուց չօգտվելը եւ հեռախոսից օգտվելը ընթացքի ժամանակ եւ շատերի մոտ իմ կարծիքով սովորութային հարց է։ Օրինակ, երբ որ մեքենան սկսում ես վարել, սովորել, այդ սովորելու շրջանից արդեն երբ որ դու ամրակապվում ես, իմ օրինակով կարող եմ ասել, այլևս չամրակապված չես կարողանում վարել։ Իսկ երբ որ արդեն սովորությունը ձևավորվել է, դա արդեն դժվար է։ Այո, ես որ նստում եմ տաքսի եւ ամրագոտին եմ կապում, ինձ վարորդն ասում, ախպերս մի կապի, ապահով ասում, ես ձեր ապահովության համար չեմ ասում, ես իմ ապահովության համար եմ կապում։ Ձեր մասին չեմ մտածում, իմ մասին եմ մտածում։ Շատ լավ, ինձ այսպեսի հարց է տրվում Ազատ, երբ որ մենք միշտ ընկալել ենք սա, հա, որ բարեկային ծառայությունը, թարպես ոստիկանների ծառայությունը երկու տղամարդ են միշտ։ Այ ինչպես է լինում, երբ որ թիմային աշխատանքի մեջ եւ ծառայության մեջ տղամարդ եւ կին է։ Ինչպես է կարողանում շատ ճիշտ անցկացնել ծառայությունը, որպեսզի այդ համահունչ վիճակը նաեւ ազդի նորմալ աշխատանքի վրա։ Սենց կասեմ, ուղղակի լիքը պահեր են լինում, երբ կին ծառայեկիցը լրացնում է տղա ծառայեկիցին։ Օրինակ հաճախ ունենում էինք բռնության դեպքեր, երբ որ մարագորեն մեկնում էինք դեպքի վայր, հանդարտ տեսնում էինք ամեն ինչ էլ որ պատահած լինում էր, քաղաքացիներից կանայք օրինակ անկեղծ չէին կարող կամ ամբողջովին չէին կարող ասեն իրենց հայտարարության մեջ նշեն։ Իսկ երբ ծառայեկից ընկերդ լինում է կին, ավելի հեշտ է, ավելի վստահում են, ինքը արդեն ավելի անկեղծ կին ծառայողի մեջ տեսնում է իր քրոջը, իր ընկերուհուն, ավելի ազատ է շփումը ստեղծում, իսկ որը օգնում է ծառայությանը։ Եվ հիմա ձեզ հարցնեմ վարորդների առումով, հա, երբ տեսնում են, որ կին ծառայող է, ինչպիսի վերաբերմունք կա, արդյոք կին վարորդների դեպքում այդ սոլիդարությունը պահպանվում է, թե տղամարդիկ ավելի բարեհամբույր են լինում, երբ տեսնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը օրինակ փողոցում օգնում երթևեկությունը բացել։ Հիմնականում արձագանքները շատ դրական են, երբեմն նույնիսկ երբ որ խախտման համար ես կանգնացնում տրանսպորտային միջոցը եւ մոտենում ես քաղաքացուն, ինքը որ տեսնում է, որ կին ծառայող է մոտեցել, մի անգամից ժպտում է, չգիտեմ, նրա վերաբերմունքը կարծում եմ ուրիշ, այո, ընկալում եմ որպես թույլ սեռի ներկայացուցիչ անկախներից, որ այդ պահին դու համազգեստ ես գրում։ Այո, եւ խոսելու ընթացքում էլ դու զգում ես, որ ինքը փորձում է ավելի օրիորդապնդիչ վարք դրսևորել։ Շատ լավ, ես միշտ ասում եմ, որ կնոջ գենի մեջ կա մայրական ինստինկտը, հա, բնազդը եւ զգացմունքայնությունը։ Եթե տղամարդը որոշակի, հա, իրադարձություններում կարող է սառնասրտություն պահել եւ չտրվել էմոցիաներին, ապա կնոջ համար դա կրկնակի դժվարություն է։ Երբ որ նման իրավիճակում եք եւ նման դեպքի վայրում եք լինում, հա, ինչպես եք կարողանում ձեր էմոցիաները զսպել եւ ցուցաբերել աշխատանքային սառնասրտություն։ Ես կարող եմ ասել, որ այդ կարծիքը եկեք անհատականացնենք, որովհետև կարող եմ իմ ծառայողական փորձից ելնելով ասել, որ շատ իրավիճակներում լինում է, որ օրինակ ինչ որ ահազանգով ենք մեկնում
որ էմոցիոնալ կարող է լինել, հա, եւ վերադասությունը փորձելով քեզ պաշտպանել որպես կին ծառայող, հետ է մղում, որ ինքը առաջ գնա, որ դու օրինակ չտեսնես այդ տեսարանը եւ այլն բան, բայց իմ պարագայում ես մի քիչ սառնասիրտ եմ, թե սառնասրտություն եմ կարողանում դրսևորել եւ բավականին համարձակ եմ գործում, ինչը որ անակնկալի է բերում եւ այդ ժամանակ այնտեղ գտնվող քաղաքացիներին եւ ին վերադասությանը, ըստ գլուխ գովալու համար չեմ ասում, ուղղակի դեպքեր են եղել, որ ինձ թվում է անհատական է ավելի։ Անհատական է։ Հա։ Եվ հիմա հասկանանք, քանի որ նոր ընդունելությունը արդեն կա, այն առավելությունները բոլոր դնենք իրար կողքի եւ թվարկենք, որոնք կտա բարեկային ծառայության այս ծրագրին միանալը մարդկանց, որպեսզի եւ շահագրգռենք եւ իրենք էլ իմանան, թե ինչքան առավելություններ է լինելու, երբ իրենք գան ու միանան ձեր թիմին։ Երկուսս էլ թվենք առավելություններից։ Կողը յուրաքանչյուրը տարբեր է։ Դուք ասեք աղջիկների տեսանկյունից, կանանց դուք տղամարդկանց։ Դե ես օրինակ խորհուրդ կտայի բոլոր այն աղջիկներին, ովքեր որ երբևիցե մտածել են, բայց կասկածում են իրենց ուժերի վրա, խորհուրդ կտայի, որ անպայման դիմեն, անկախ ամեն ինչից, ես կարող եմ այսպիսի մի բան ասել, աղջիկներ կան, որ օրինակ մենք կարող ենք տեսնել եւ ասել, որ օրինակ դա շատ կանացի է, փխրուն է, կարող է չկարողանա, օրինակ ուժային կառույցում ծառայել, բայց ես կարող եմ իմ օրինակով ասել, որ մենք ինքներս չգիտենք մենք ինչքան ուժեղ ենք եւ ինչ մեծ պոտենցիալ ունենք, քանի դեռ չենք հայտնվել այն իրավիճակում, որտեղ որ պետքա դրսևորվի այդ պոտենցիալն ու ներուժը։ Այդ իսկ պատճառով նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են եւ տղաները եւ աղջիկները, որ ցանկանում են, բայց կասկածում են իրենց ուժերի վրա, ես խորհուրդ կտայի չկասկածել, միանշանակ գալ եւ գիտեք, այսպես կասեմ, ցանկացած աշխատանք իմ կարծիքով ունի դրական եւ բացասական կողմեր, բացասականից բնականաբար չեմ պատրաստվում խոսել, իսկ դրականի մասով կարող եմ ասել, որ ինքը բարեկային ծառայությունը անձամբ ինձ համար ինքը մեծ կյանքի դպրոց է, որտեղ որ ես ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ։ Ունեմ հիմա փորձառություն, որը որ իմ հետագա կյանքում բնականաբար օգտագործելու եմ։ Ինչպես որ արդեն նախկինում նշեցի, կոմունիկացիոն հմտություններն են ավելացել, ինչը որ առօրյայում ինձ օգնում է։ Ես բավականին ինքնավստահ եմ դարձել, ինչը որ եւս ինձ օգնում է։ Եվ մնացած այլ դրական կողմերը, որը որ ինձ թվում է թվարկման կարիք չունեն։ Մեզ փոքր ժամանակվանից սովորեցնում են, որ այ եթե չարություն անես, հիմա կկանչեն ոստիկան ձյաձյան եւ քեզ կպատժի, հա, եւ սա բերում է նրան, որ մենք սկսում ենք փոքր ժամանակվանից վախ ունենալ եւ մտածում ենք, որ իրենք այսպեսին են, երբեք չեն ժպտում, երբեք ոչ մի էմոցիա չեն տալիս եւ իրենք հենց այն մարդիկ են, ովքեր մեզ կպատժեն։ Բայց հակառակը, մեզ կպաշտպանեն ցանկացած իրավիճակում։ Այնպես որ բավականին էմոցիոնալ մարդիկ են, ինչպես արդեն նկատեցիք, շատ գեղեցիկ ժպիտով եւ տրամադրությամբ։ Եվ որpիսի այս ժպիտն ու տրամադրությունը լինի ձեզ հետ միշտ, մենք ուզում ենք ձեզ նվիրել բացիկներ, արևբացիկներ, որոնք արև են իրենց տեսակով եւ նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Ձեզ ուզում եմ նվիրել Էրիկի խոսքերով, իմ աշխարհ երկ լինեմ աշխարհով մեկ, քեզ գրկեմ ու ինքս ինձ տամ Երանի։ Շնորհակալ եմ։ Համոզված եմ, որ կլինեն մարդ, ում այս խոսքերը դուք կասեք եւ դուք քանի որ ունեք բալիկներ, երկու տղա, ես ուզում եմ ձեզ նվիրել Դումիկյանի խոսքերով, հա, Մոյսին, այսպես են կոչվում բացիկները, սա ձեր եզավակներին, ձեր Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ ենք ձեզ ու բարի ծառայություն։ Շնորհակալություն։ Դե սիրելի հեռուստադիտողներ, եթե ցանկանում եք դառնալ բարեկ, առանց երկմտելու միացեք այս հրաշալի թիմին, եւս մեկ անգամ հիշեցնենք մինչեւ դեկտեմբերի մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ կարող եք դիմել եւ միանալ այս հրաշալի թիմին։ Իսկ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։